Ռուսաստանը խստացնում է օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի եւ երկրում մնալու կանոնները։ Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դրանք սահմանող մի շարք նոր օրենքներ է ստորագրել։ Այսուհետ աշխատանքային միգրանտը պետք է կարողանա ֆինանսապես ապահովել ոչ միայն իրեն, այլև Ռուսաստանում իր հետ բնակվող եւ իր խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին։ Ընդ որում ընտանիքի եկամուտը պետք է լինի առնվազն տվյալ տարածաշրջանում սահմանված կենսապահովման նվազագույն գումարի չափով։ Փոփոխություն կա նաեւ աշխատանքի արտոնագիր ստանալու կարգում։ Այժմ միգրանտը պարտավոր կլինի նախապես վճարել ֆիզիկական անձանց եկամտային հարկի ֆիքսված կանխավճարը ոչ միայն իր, այլև իր բոլոր անչափահաս երեխաների համար։ Եթե այս պահանջները չկատարվեն, աշխատանքի թույլտվությունը չի երկարաձգվի։ Այդ դեպքում միգրանտը, եթե Ռուսաստանում մնալու այլ օրինական հիմք չունի, պարտավոր կլինի 15 օրվա ընթացքում իր անչափահաս երեխաների հետ լքել երկիրը։ Իսկ միգրանտների երեխաները չափահաս դառնալուց հետո պետք է կամ սեփական աշխատանքի արտոնագիր ձևակերպեն, կամ 30 օրվա ընթացքում հեռանան Ռուսաստանից։ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նաև մեկ այլ օրենք, որը նախատեսում է օտարերկրյա քաղաքացիների արտաքսում մի շարք իրավախախտումների համար։ Մասնավորապես արտաքսման հիմք կարող են դառնալ Ռուսաստանի զինված ուժերը վարկաբեկելը, Ռուսաստանի կամ նրա քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հրապարակային կոչերը, ինչպես նաև երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերը։ Բացի այդ, արտաքսում կարող է կիրառվել նաև արտակարգ կամ ռազմական դրության, ինչպես նաև հակաահաբեկչական գործողության ընթացքում սահմանված կանոնները խախտելու, իրավապահներին կամ սահմանապահների օրինական պահանջներին չենթարկվելու, տրանսպորտի երթևեկության խոչընդոտելու, չնախատեսված վայրերում կրակելու, մանր խուլիգանություն կատարելու կամ խտրականություն դրսևորելու դեպքերում։